Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնություն եղավ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետ հանդիպելու եւ ընդ որում դա կատարվել էր, այսինքն այդ ծախսերը ֆինանսական կատարվել էին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, հերոս հարկատուների հաշվին։ Եթե այսօրվա իրավիճակում մենք մեր իրական հերոսներին ոտնահարել ենք, իրական հերոսներին մենք, որ ասում եմ, այդ իշխանության կողմից փորձում են զրոյացնել նրանց հերոսությունը, պատմական հերոսությունը, այսօրվա իրավիճակում մենք ինչ բանի մասի պիտի խոսենք, խոսքի ոձեր ասած օրինակը կամ մեջբերումը այդ թուրքական լրատվականների ստեղ ասուլիս կազմակերպելը ինչի իմաստով, այսօրվա որ նայում ենք, դեշքան ռազմագերի ունենք Ադրբեջանի բանտում, դες ոնց են Ադրբեջանում ցուցադրական նվաստացնելով դատում մեր քաջորդիներին, չէ, դա մեզ են դատում, չէ, մեզ հայ ազգին են դատում, չէ, դա մեր մեջ արտնացնում է ավելի մեծ ատելություն, չէ, այդ ազգի նկատմամբ, ավելի մեծ վճռականություն է, չէ, արտնացնում մեր մեջ, բաստեղ ինչ խաղաղության մասին է գնում, եթե թշնամին իրոք ուզում է խաղաղություն, ինչի է ցուցադրում, ինչի համար է դանում, որ հանրության մեջ ինքը իմանալով, որ դա ատելություն է արտնանում, այստեղ խաղաղության բան չկա, այդ ընդհանուր այդ ասուլիսներն էլ այդ թուրքը ստեղ գալ գնալը բանը դա Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Գեյդարի կասեմ, Նիկոլ Գեյդարի իր միայն անձնական մոտեցումներն է աթոռը պահելու համար կամ էլ իշխանությունից մի ձևի, որ ասում է ամրապնդելու համար, բայց չի ստացվելու։ Ռեսուրսները սաղ բրծել է, թե սուտ ասելու ռեսուրսներն է բրծել իրանց, թե ընդհանուր մարդ լինելու ռեսուրսներ, ես հայ չեմ անվանում, մարդ լինելու ռեսուրսներն էլ ավարտել իրանց։ Դրա համար ինչ էլ ուզի չուզի, ում բերի չբերի, ստեղ որոշողը ժողովուրդն է եղել լինելու։ Սա այս պետությունը, այս հողը, սա սեփականություն չի, որ մի քանի անձով որոշեն այս երկրի կամ էլ այս ազգի ճակատագիրը։ Որոշողը մենք ենք լինելու։ Մենք սխալվել ենք, ժողովուրդը, որ մի մասով ասում է, սխալվել ենք, բերել ենք այդ հիմարին իշխանության գլուխ, մենք մեր սխալն էլ կուղղենք։ Ու այդ սխալն էլ ուղղելու ենք ու որ ասում է ամեն վերջի պատասխանատվությունով, ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Այս ձևի իրավիճակում հազարավոր երեխեք են զոհաբերել իրաց, սրանց նմաններին են համար են զոհաբերել, հազարավոր մարդիկ են զոհաբերել, որ հայ ազգը հազարամյա տարիներ գոյատևի, պահպանի իր էությունը, իր հայ լինելը, հոսրանմանները չեն եկել, սրանմաններին չեն եղել, եղել են, այս ժամանակներն են եղել, դավաճաններ եղել են, բայց մենք կարողացել ենք, չէ, հաղթահարենք, ու այս ժամանակ էլ ենք հաղթահարելու։ Ես ժում եմ ժողովրդին էլ, թե մեզ էլ ասեմ, չհուսահատվեք, վիզները չբան չանեք, մենք հանուն մեր անցյալներին, մենք այսօրվա պարտականությունն է ամեն ձևի, ամեն ինչ անել արդարացնելու, թե հայ ազգի կերպարն է, թե դղորց արած աշխատանքներն է, ու մեր հայ գերիներն էլ ամեն ինչ պիտի անենք, որ վերադառնան իրենց հայրենիքը։ Վատ, էլ դրանից ավել, չնայած տարօրինակ չի, թուրքա հպատակ կառավարությունը, որ սա թուրքի ասածով անում, թուրքի ուզածով, սպասելու ուրիշ բան չկա, ուղղակի ժողովուրդն է, էլի որ սեն սուսփուս, գլուխը կախ, ինչ անում են, սուսփուս ընդունում են։ Պորտկում չի լինի ժողովրդի մոտ։ Չեմ կարող ասեմ։ Այս վիճակը որ տեսնում եմ, չեմ կարող ասեմ։ Հուս ունենք։ Հուսանք, որ մի կետ կգա, որ մի բան կտրակի, որտեղ սենց հնարավոր չէ, էլի։ Դառնալու ենք Թուրքիայի մաս, այդքան բան։ Ես տեղյակ չեմ, բայց եթե այդպես է, դա շատ վատ է։ Կարող է թուրքի ոտ մտնի, կարող է արաբի ոտ մտնի, դիվանագիտություն է, նայած ոնց են աշխատում։ Եթե նորմալ Մենք հրավիրենք, հա, Հայաստանի կողմից նախաձեռնություն լինի հրավիրել։ Համբյուրվենք, գրկախառնվենք, էս ինչ լավ է, որ 15 թվին միլիոն ու կես այսքան ժողովուրդ եք, կոտորեք, կեցեք, էդ էլ է պետք։ Դուք երբևէ կպատկերացնեիք, որ կառավարական ընդունելություն կունենան արդեն թուրքական լրատվամիջոցները կամ այսպես ասենք թուրքերը։ Նախ սկսեմ ընդեղից, որ ձեզնից եմ տեղեկանում, որտեղ ես առհասարակ հեռուստացույց չեմ նայում, լրատվականներին չեմ հետևում, որտեղ այդքան ներվ չկա հետևելու, որտեղ մեկը ոչ մի բան չկա, պիտի իզուր նայենք ներվային անանք, այս իշխանությունից ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ոչ մի բանի վրա։ Հնարավոր, եթե այս իշխանությունը մնաց, հնարավոր է դա կլինի։ Իսկ ինչու պետք է չպատկերացնեի, եթե Սերժ Սարգսյանը 8 թվականին պահանջել է
ազգային հավաքականի մարզաշապիկներից Արարատի նկարը հանեն ժողովուրդը չի խոսել։ Հետո նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրելուց հետո ինչ պետք է չպատկերացել եք։ Նոյեմբերի թուղթը անեն ձևի ռուսո-թուրք կողք տալուց հետո 9 կետը տապալելուց հետո ասում են 9-րդ կետի համաձայն պետք է Զանգեզուրը տա սրանք իրենց ստորագրել։ Ինչի պետք է սպասեի, որ թուրք հա գալու եւ թուրքերին հարցան, բայց հետաքրիր այդ չի, ես ուզում եմ ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնել ժողովուրդը։ Սրանք թուրքերի հետ ինչ անում են ռուսների հետ պայմանավորված։ Ոչ մի նոր բան չկա։ Ռուսը ասում է գնա Էրդողանի մոտ գնում է, ասում է թուրք ժուրնալիստներին կանչի կանչում է, այս ընդհանրապես։ Հարցը այնա որ ես վախ եմ տեսնում այս իշխանություններից հայկական պետականության լուծարման ուղղությամբ տարվող քայլերի համար էլի։ Հստակ տեսնում եմ որ այդ քայլերը անում են գնում են